Կանգնեք, պարոն Ալեքսանյան, հարգելի հետևողներ, արդարների գործով, ինչպես ասում է Բագրատ arczepiskopos Գալստանյանը, մեղադրյալներից է Արմեն Ալեքսանյանը, որը համարձակվել էր ժողովրդավարության բաժանում ձվածեղ պատրաստել եւ այսօր էլ ներկայացել է ակցիա գլխարկով, ում դեմ է գլխարկը այսօր։ Դե ճիշտ ասած, անես չի որ մտածեն իրանք որ ես իրային ադու եմ դրել, Просто էլ է վախտին դնում, просто ինքը որ դրեց արդեն ոնց որ հարամ է լավ էդի, բայց ես էլ եմ շարունակելու դնեմ արդեն։ Պարոն Ալեքսանյան, ձեր գործին անդրադառնալով, սպասեիք, որ այսպես ժողովրդավարության անունով իշխանության եկածները կսահմանափակեն ձեր խոսքի իրավունքը եւ վտանգավոր ինչ-որ բաներ կգտնեն այդտեղ։ Դե չէի պատկերացնում, դե հիմա այն դուրս եկա, որ արկելեցին խոսակցություն, իմ վիդեորոլիկներս արկելեցին, կալանքի տարան 5 ամիս կալանք տարա Բերտում, 3 ամիս տնային կալանք, այսօր ոնց որ էլի խոսքի ազատությունը ոնց հասկացելի սահմանափակա իմ պահով չէ, вообще Հայաստանում, բայց հիմա ունեմ խոսքի ազատություն, կարամ էլի նույն իմ տեսքով դիմեմ իրան, ոնց որ միշտ եմ ասում, էլի ես եմ Այն սխալները ինքը ինչ անում է, ես պրոստը իրան ուղղություն եմ ցույց տալիս, ասում եմ մի արեք էլի։ Դրա համար չի կարելի մարդուն կալանքի տանել էլի։ Պարոն Ալեքսանյան, ճիշտ եմ հիշում, դուք 2018-ի այդ այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը աջակցողներից եք եղել։ Այո, աջակցել եմ մինչև 20 թվականի պատերազմը։ Ինչ փոխվեց հետո պատերազմը, ինչ փոխեց ձեր մեջ։ Մենք Արցախում շատ բան տեսանք, շատ վատ քայլեր տեսանք, որ այս իշխանության օրոք եղավ, այդ պարտությունից հետո, որ այս իշխանությունը տարավ մեզի պարտության, այդ 20 թվից հետո ես էլ չեմ աջակցել իրան, մինչև այդ 18 թվականի հեղաշրջման ժամանակ, ճիշտ է, Ռուսաստանում եմ եղել, բայց դե աջակցել ենք, փոփոխությանը միշտ ուզեցել ենք, բայց չենք պատկերացնի այս իրավիճակին կհասնելու Հայաստանը, կորցնենք Արցախը, Հիմա էլ կորցնել են կամացից Հայաստանը, եթե ընտրվող 26 թվականին։ Ասում է, որ չընտրվեն պատերազմը լինելու սեպտեմբերին։ Հա, ես հավատում եմ իր ասածներին, որ չընտրվի պատերազմ կլինի, բայց որ ընտրվի ավելի վատ պատերազմ լինելու։ Ինքը ամեն ինչը հիմա տեղյակ է, հիմա էսի հայտարարությունը, որ ինքը ասում է պատերազմ լինելու սեպտեմբերին։ Լինեմ, չլինեմ, լինելու է պատերազմը։ Իսկ հնարավոր հավանում եք, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջեւ պայմանավորվածություն որևէ լինի։ Ես այս մարդուց ամեն ինչ հավատում եմ։ Ամեն ինչ, ինքը կարա ընտրություններից, որ հասկանա ինքը չի ընտրվում, մի դեպք սարքի կազմակերպի սահմանին, լարում անի, ինչ են ասում, մի ռակետ ինչա չգա Հայաստանի սահմաններին, որ արտակարգ դրություն անի, որ ընտրություն չլինի։ Ամեն ինչ այս մարդուց հավատալի է, բացի լավից ամեն վատին իրան թող սպասի։ Հիմա եկավ հասավ ընտրության վախտերը, ասես թոշակ եմ ավելացնում։ Լրիվ կապիկություն։ Եղավ, շնորհակալ ենք, պարոն Ալեքսանյան։